5-րդ տալիք Էդգար Պարոն Հովհաննիսյան, գործընկերոջս հարցին պարգևավճարների վերաբերյալ ասացիք, որ դա թեմա չէր դառնա, շահարկման առարկա չէր դառնա, եթե նախկինի պես, օրինակ կանխիկով որևէ մեկը այսպես փող բաժաներ, բառացի եմ ձեզ ցիտում, գիտեք դեպքեր, որ նախկինում օրինակ եղել են ու սա եթե այդպես ըստ էության կաշառք է, ոչ թե պարգևավճար, եթե նախկինում ինչ-որ մեկը այսպես կանխիկ փող է բաժանել, պետական պաշտոնյաներին։ Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ դուք պարգևավճար դարձնելով օրինականացրել եք այդ կաշառքը, եթե վերցնենք այսպես, Շնորհակալ եմ։ Ես ճիշտն ասած չգիտեմ, թե մարդիկ ինչի համար են փող ստացել, կաշառք անվանել ես չեմ կարող, դա քրեական վարույթ եթե լինի, այդ ժամանակ կարող ասվի դա կաշառք էր թե ոչ, բայց ես լսել եմ նրա մասին, որ նախկինում շատ պաշտոնյաներ ստացել են որպես աշխատավարձի հավելում, որովհետև այն աշխատավարձը, որը ստանում են պետական բյուջեից, բնականաբար այնտեղ բացի 0%-ից մարդիկ խոսում են նրա մասին, որ կարող են 0 դրամով աշխատել կամ 1 դրամով աշխատել, պարզա, որ այդ մարդիկ այդ աշխատավարձով չէին ապրում կամ այդ իրանց միակ եկամուտը չէր, դրա մասին վկայում է նաև այն, որ բազմաթիվ օրինակ ապօրինի գույքի հետ կապված բազմաթիվ քրեական վարույթներով մարդիկ պարզվում է, ասենք երկար ժամանակ կամ ամբողջ կյանք աշխատել են պետական համակարգում, բայց բազմաթիվ մեծ գույքեր ունեն։ Եվ այդ գույքերի ծագումը չեն կարող ցույց տալ, կամ գուցե կարող են ցույց տալ, բայց դժվար թե այն աշխատավարձը, որ իրանք ստանում էին որպես պետական պաշտոնյա, բավարար էր բազմամիլիոն դոլարանոց գույք ունենալու համար, ես սրա մասին եմ խոսում, այսինքն ըստ երևույթին եւ այս քրեական գործերը նաեւ դրա մասին են, որ մարդիկ այլ տեղերից ստանում էին այլ եկամուտ, իսկ այլ եկամուտ կարան ստանան այլ տեղ բիզնեսով զբաղվելուց կամ ինչ-որ մեկին հովանավորելուց կամ ինչ-որ այլ բան անելուց։ Հիմա ես ուրախությամբ եմ ասում, որ մեր կառավարման համակարգում այդպիսի դեպքեր չկան, կամ գուցե, չգիտեմ, կարող մի դեպք լինի, կամ ինչ-որ մի բանի մասին այսինքն մամուլում կարդանք, որի ապացույցները ես չգիտեմ ինքս, բայց ես ուրախ եմ, որ մեր պետական պաշտոնյաները այն ինչ որ ունեն եւ ինչ որ ստանում են, դա էլ հայտարարագրում են։ Եվ ես կարծում եմ, որ ոչ թե մենք կաշառքն ենք օրինականացնում, սա պետության բյուջեից հանրության կողմից տրված աշխատավարձ է, ոչ թե ինչ-որ մեկ անձի կողմից տրված աշխատավարձ է։ Որովհետև այդ մեկ անձը, որ վճարում է այդ աշխատավարձը, ինքն էլ թելադրում է, թե դու ում ես ծառայում։ Նա ով վճարում է, նա էլ ասում է ում ես ծառայում։ Ես երջանիկ եմ, որ ինձ ոչ մեկ աշխատավարձ չի տալի, բացի հանրությունից։ Եվ ես հանգիստ խղճով նաև այդ հարցին պատասխանելով, թե եթե ես 81,000 դրամ աշխատավարձ ստանայի, ես ինչ որոշում կկայացնեի, ես դրա համար, որ երբ որ մենք այս որոշումները կայացնում ենք, հաշվի ենք առնում մեր հանրության տարբեր խմբերի շահերը եւ որևէ կաշկանդվածություն չունենք որևէ որոշում կայացնելու համար։ Սա ինձ ուրախացնում։ Շնորհակալություն։